եմ հասկանում, որ ավարտել է։ Այո, վարչապետ։ Գանձակարի ծախարն է լավ վիճակը։ Գանձակարի ծախարն էլ ավարտած, չէ, այստեղ ավելի շատ հատկացավ ինտերնետի խնդիրը ու առասարակ կապի խնդիրը։ Դե նախորդ տարի են աշխատանքները ավարտվել, բան վարչապետը սարքված երկարությունը 15 կիլոմետր է, երկշերտ ասֆալտը։ Բայց ընդհանուր բանից թթու ջրից 10 կիլոմետր։ Բայց մի քանի կտորով սարքել։ 3 կտորով են սարքել, այս ներքևի հատվածը շերտի հետ կապված խտության խնդիր ենք ունեցել նախորդ տարի 15 կիլոմետր շուրջ շինարար իրամիջոցների հաշվին երկրորդ շերտը տեղադրել։ Այդտեղ է սովանքի խնդիրը։ Այդ դա այս հատվածի մեջ ա եղել, էլի նախորդ տարի արվել, երկշերտ ասֆալտա տեղադրվել, բան վարչապետ, եղանակային պայմանները հաշվի առնելով մենք պատտվել ենք ոչ միտեղ ճարքած հատված չունենք, այստեղ մեր հանրապետությունում երկրորդ ամենախնդրահարույց տեղն է եղանակային պայմաններով պայմանավորված երթևեկության Հիմա Երևան նախընտրում են մարդիկ սենց գնալ, ամենակարճ մի ժամ կրճով։ Մի ժամը թիվ է։ Գծանշումը նախորդ տարվան տերմոպլեքսը հիմնական հատվածներում վնասված բաներ չունենք, պանելները նորմալ է, երթևեկության նշանների բացերը համալրվում ընթացքում, նոր պակաս նշաններ չունենք։ Իսկ Բերդից Երևան քանի ժամ է դառնում, այսինքն 8 հապոփան։ Իսկ այն մյուս ճանապարհով 3 Այստեղ մարդիկ դեռ գալիս են Սարատեղ հետ։ Այսինքն այդ բաները ոդաները օգտագործում են։ Հա, ոչ ամբողջությամբ, բայց մարդիկ կան որ զբաղվում են մասնագիտությամբ։ Որը այսում միջև մնում են այստեղ Այս արդեն ողարշել 23 տարին նա, էլի 3 տարի շահագործող ճանապարհը, որ են ճաքեր վնասում են տարածքային туриզմի համար շատ հարմար է, որտեղ հենց ինչ դաշտերում եւ ձիերով եւ բանի լեռնագնացության, այսինքն քայլեր սիրողների համար։ Այստեղ հիմնական խնդիրը պարոն վարչապետ վերջի կառավարությանից տվել դուք քննարկեցիք որ հիմնական հարթավայրեր ասեն ներդրումների հետ կապված։ Դե մենք հիմա արդեն դա որոշել ենք, որ եթե կնեն ներդրումային ծրագրեր, այսինքն մենակ դենց ուղղակի կտոր մանր մուներ բաների հետևից այդ խնդրեմա, որովհետև ցակուցիվ կարենք ողերը։ Մեծ ներդրումային ծրագրեր ունենք, աջակցենք, կփոխենք նշանակությունը։